Աստված միակ հույսը, այսուհետև Իդիթոմի մասին սաղմոս դարձի։ Միայն Աստուն հնազանդ եղիր հոգիմ, քանզի նրանից է փրկությունս։ Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ էլ չսասանվեմ։ Մինչև երբ ամենքդ պիտի հարձակվեք մարդու վրա, կործանելու նրան թեքված պարսպի և խախտված ցանկապատի պես։ Նրանք ինձ պատվից զրկելու մասին էին մտածում միայն կոչորվելով նախանձից։ Իրենց բերանով օգնում էին, բայց իրենց սրտով անիծում։ Սակայն իմ հոգին հնազանդ կմնա Աստծուն, քանզի նրանից է համբերությունս։ Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ չսասանվեմ։ Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծու վրա է հույսն իմ։ Ձեր հույսը դրեք նրա վրա, ժողովուրդների ողջ բազմություններ։ Բացեք նրա առջև սրտերը ձեր, քանզի Աստված օգնականն է մեր հավիտյանս հավիտենից։ Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար են և իրենք ամենքն էլ ունայնության մեջ են։ Հույս մի դրեք անիրավության վրա, հափշտակություն մի ցանկանաք, եթե հարստությունը առվի պես իսկ խոսի, թող ձեր սրտերը չցանկանան։ Մի անգամ խոսեց Աստված և երկու անգամ լսեցինք այս բանը։ Աստծունն է զորությունը և քոնն է Տեր ողորմությունը։ Դու ես հատուցում յուրաքանչյուրին ըստ իր մեղքերի։ Շնորհակալ եմ զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ և ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին և իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին, և ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է և նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը։ Սա նշանակում է, որ ընտրություններ 2026-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկեց 16-ին։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրում